Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է նորից եթերում, Փակ TV-ն, որը միշտ իր հետևորդների հետ է, իսկ ամենակարևորը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, հավատացեք, որ նորից եմ ու նորից ասում, այս ամենից շահելու ենք մենք և դուք, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որքան շատ հետևորդներ ունենանք, այնքան ավելի այսպես ոգևորված է աշխատելու մեր ստեղծագործական խումբը։ Սիրելի բարեկամներ, ես համամիտ եմ մեր այն ունկնդրի հետ, ով հաճախ մեզ զանգահարում և ասում է, ինչու է քիչ ցուցադրում արխիվային տեսանյութեր, չէ որ դրանք շատ կարևոր են, չէ որ հատկապես այն մարդիկ, որոնք այսօր մեր կողքին չեն, շատ հաճելի հուշեր են թողել և շատ կարևոր խորհուրդներ։ Ասել են խոսքեր դեռ իրենց ժամանակին, որոնք այսօրվա համար կարծես թե ասված լինեն, և առաջարկում են, որ գոնե ամիսը մեկ-երկու անգամ մեր ծրագրերում մենք ցուցադրենք արխիվային տեսանյութեր։ Ես համամիտ եմ այդ ընկերների հետ, սիրելի բարեկամներ, իհարկե դա շատ կարևոր է։ Ժամանակին ես ունեցել եմ մի հեղինակային ծրագիր, որը կոչվում էր լինել, թե չլինել։ Եվ ահա այդ ծրագրում ես նույնպես հյուրընկալել եմ մարդկանց, որոնք ցավոք այսօր մեր կողքին չեն։ Չնայած նրանք վաղուց հրաժեշտ են տվել երկրային կյանքին, բայց մեր տեսանյութերի շնորհիվ նրանք միշտ կենդանի են մնալու մեր ունկնդիրների համար, հատկապես այն երիտասարդների, որոնք չեն էլ տեսել այդ հրաշալի մարդկանց։ Իսկ լինել թե չլինել հաղորդաշարում այնպիսի անձնավորություններ են եղել, որոնք իսկապես վառ անհատականություններ էին։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու մի տեսանյութ, ինչը նկարահանվել է դեռ 10 տարի առաջ, բայց նորից եմ կրկնում, այնտեղ հնչած մտքերից շատերը կարծես այսօրվա համար է հնչում։ Խոսքս մեր շատ սիրելի երկար տարիներ Հայաստանի Հանրապետության առաջին տիկինը համարվող Ռիմա Տեմիրճյանի մասին է։ Տիկին Ռիման մի ուրիշ երևույթ էր, մի հրաշալի անձնավորություն, ում հետ յուրաքանչյուր հանդիպում միշտ այսպես մի տեսակ անակնկալ երևույթ էր։ Վերջերս լրացավ նրա հերթական ծննդյան տարեդարձը, մենք մի փոքր ուշացումով իհարկե ուզում ենք ցուցադրել հիմա մի տեսանյութ, ինչը կարծում եմ դուք էլ հաճույքով կդիտեք։ Մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ այդ ժապավենը, այդ հարցազրույցը նկարահանվել է իմ հեղինակային լինել թե չլինել ծրագրի համար։ Դիտեք եւ գնահատեք։ Եթերում լինել թե չլինել հեղինակային ծրագիրն է։ Ասեմ, որ այսօր էլ անչափ հետաքրքիր հյուր ունենք։ Մի անձնավորություն, որի հետ հանդիպելը միշտ էլ հետաքրքիր է եղել, այո այսօր ձեզանից շատերը դրանում կհամոզվեն։ Դիտենք մեր հյուրին առնչվող առաջին տեսանյութը։ Ռիմա Աղասիի Դեմիրճյանը ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 2-ին Դիլիջանում, կադրային զինվորականի ընտանիքում։ 1950 թվականին ավարտել է Երևանի Պուշկինի անվան դպրոցը, իսկ 1955 թվականին Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի ֆակուլտետը։ Երկար տարիներ դասավանդել է Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Հանրապետության քիմիայի բուհական դասագրքի համահեղինակն է։ 2012 թվականին լույս տեսավ Կարեն Դեմիրճյանի կյանքի ու գործունեության մասին պատմող նրա հեղինակած հիշատակ գիրքը։ Նա որոշիչ դեր է խաղացել նաև Կարեն Դեմիրճյանի թանգարանի կայացման գործում։ Ես երբեք չեմ եղել առաջին տիկին, ես եղել եմ Կենտկոմի առաջին քարտուղարի կինը, ինչը նույնպես շատ պարտավորեցնող էր, ասում է Ռիմա Դեմիրճյանը։ Դուք համոզվեցիք, որ այսօր իրոք շատ հետաքրքիր հյուր ունենք։ Ռիմա Դեմիրճյանն է մեր շատ ցանկալի հյուրը։ Տիկին Ռիմա, դուք ասում եք, որ
Ես երբեք չեմ եղել առաջին տիկին, ես միշտ եղել եմ որպես Կենտկոմի առաջին քարտուղարի կին։ Դա իհարկե այդպես է եւ դա նույնպես պարտավորեցնող է, բայց դուք մեզ համար իմ սերնդի հատկապես ներկայացուցիչների համար միշտ եղել եւ կմնաք որպես Հայաստանի Հանրապետության առաջին մեծ տիկին, այնպես որ բարով եք եկել։ Ինչպես եք։ Շնորհակալություն։ Սկսենք մեր զրույցը։ Սկսենք։ Դե ես հասկանում եմ, որ հանրապետությունում վիճակը այնպեսին չէ, որպեսզի լավ բաներից խոսենք միանգամից անմիջապես, ուրախանանք, ծանր է վիճակը։ Այսօր ունենք նաև նոր կառավարություն, նոր վարչապետ, որի շարժ ու ձևը շատերը համեմատում են Կարեն Դեմիրճյանի աշխատավոճին։ Սպասելիքներ ունեք։ Գիտեք, Հայաստանով մտահոգված են բոլորը հիմա, ոչ միայն այն հազարավոր մայրեր, որ երեխաներ ունեն բանակում, ոչ միայն Հայաստանի քաղաքացիները մնացած, այլև յուրաքանչյուր հայ, անկախ նրանից գտնվում է սահմանից այս կողմ, թե այն կողմ։ Ինչ վերաբերում է կառավարությանը եւ վարչապետին, ես իհարկե կարող եմ հայտնել միայն իմ անձնական կարծիքը որպես քաղաքացի, որտեղ մասնագետ չեմ այդ հարցերում, ոչ էլ քաղաքական գործիչ, նո ասեմ, որ երբ կադրային փոփոխություններ են լինում, հատկապես վերին էշելոններում, դրանք անպայման իրենց հետ առաջացնում են սպասելիքներ, ակնկալիքներ, եւ դա բնական է, բայց սպասելիքը եւ իրականությունը մի քիչ տարբեր բաներ են։ Այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ նոր ղեկավարությունը, վարչապետը, կառավարությունը ջանքեր են դնում, ճիգեր են անում, ցանկություն ունեն իրավիճակը փոխելու, դա նկատվում է։ Բայց թե ինչ կլինի, իրականում դեռ վաղ է ասել, ժամանակը քիչ է անցել, ժամանակը ցույց կտա։ Սպասենք եւ իհարկե ցանկանանք երկրին խաղաղություն, իսկ նոր կառավարությանը եւ վարչապետին հաջողություն, որովհետեւ դա բխում է մեր ընդհանուր շահերից։ Մենք հիմա, ինչպես ձեզ, այնպես էլ մեր հեռուստաայտողներին պիտի ցուցադրենք մի տեսագրություն, Ամերիկայի ձայնի մեր գործընկերներն են մեզ տրամադրել այդ ժապավենը, դիտենք, վերադառնանք տաղավար եւ շարունակենք։ Չեք առարկում։ Սկզբնապես First Lady առաջին տիկին տերմինը վերաբերել է ԱՄՆ-ի նախագահի տիկնոջը, բայց հետո այն տարածվել է նաև այլ լեզուների եւ հիմա վերաբերում է ցանկացած երկրի։ ԱՄՆ-ում այս տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1849 թվականին Խորհրդային Միությունում, որի մաս է մոտ 7 տասնամյակ կազմել Հայաստանը, առաջին տիկնոջ գաղափարը կայացած չէր, հանրության կողմից իբրև առաջին տիկին առաջին անգամ ընկալվեց Ռիմա Դեմիրճյանը, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը։ Ինչպես էր անցնում նրա առօրյան այդ ընթացքում, Ռիմա Դեմիրճյանը հիշում է. Ես աշխատել եմ միշտ, դասավանդել եմ Պոլիտեխնիկ ինստիտուտում, սիրել եմ իմ աշխատանքը երիտասարդությանը, միշտ ամենածանր պահերին էլ շարունակել եմ աշխատել, նույնիսկ երբ Կարենցերով չարդեն տաններ։ Ընդհանրապես նվիրել եմ ինձ ընտանիքին եւ Կարենցերովիչին։ Տիկին Ռիմա, դիտեցինք մի շատ հետաքրքիր փոքրիկ հատված այդ մեծ հաղորդումից եւ պիտի ասեմ, որ դուք իրոք երբեք չեք խանգարել Կարեն Սերոպիչին։ Միշտ եղել եք նրա կողքին, նրա թիկունքին եւ իհարկե հանճարեղ էր Կարեն Սերոպիչը, որ ասում էր, եթե կինը չի խանգարում, դա արդեն մեծ օգնություն է։ Այդ առումով իհարկե դուք շատ մեծ օգուտ եք տվել։ Ինչ եք կարծում, այդ ավանդույթը պահպանվել է ձեր ընտանիքում։ Չխանգարել տղամարդուն։ Իհարկե, մեր տղամարդիկ այնպեսինը չեն, որ խանգարելը Լա փորձի խանգարել։ թույլ տան։ Այո, իհարկե, Կարեն Սերոպիչը նորից եմ կրկնում, դա հանճարեղ մարդ է։ Գիտեք, ինչքան էլ ծանր լինի, ինչքան էլ փորձենք շրջանցել
հաջորդ հարցս միևնույն է չի ստացվելու։ Խոսքը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի մասին է, այդ չարաբաստիկ օրը։ Ես հասկանում եմ, որ ձեզ համար հատկապես շատ դժվար է այդ թեմայով խոսել եւ ամեն անգամ, երբ առիթ է լինում խոսելու, զգում եմ, թե որքան ծանր է ձեր ապրումները։ Բայց այնուամենայնիվ, ասացեք, կգա ժամանակը, որ մենք իմանանք նաեւ այդ պատվիրատուների անունները, կազմակերպիչների։ Գիտեք, նման հանցագործությունները այնպիսի նրբությամբ են պատրաստվում, այնպես մասնագիտորեն, մտածում են եւ ընթացքը, եւ դրանից հետո ինչպես պետք է վարեն, հասարակությանը ինչպես պետք է տեղեկացնեն, որ դրանք չեն բացահայտվում։ Օրինակ Կենեդիի սպանությունը չբացահայտվեց։ Ես ճիշտ ասած հույս չունեմ։ Հատկապես որ ժամանակը բաց թողեցին։ 17 տարի անցել։ Էլ ինչ բացահայտել։ Ու միշտ ասել եմ, որ հնարավոր է երբևիցե մի պատահական ինչ-որ բանից, պատահական ձևով թելը բացվի, բայց դա էլ հավանականությունը քիչ է։ Հասկացա, այդ հարցում դուք լավատես չեք, հասկանալի։ Ժամանակին պետք է ամեն ինչ արվեր։ Ինչ որ անավարտ մաս անջատեցին, տարան, այդպես էլ այդ մասը կորավ։ Տեսակ, ինչ արեցին, ինչ չարեցին, արդյոք հնարավոր էր, հնարավոր չէր, չհասկացանք ոչինչ։ Լավ, ես այս տխուր թեման ուզում եմ փակենք, որտեղ իրոք ինչքան էլ խոսենք, միևնույն է, ցավալին այն է, որ դեռ ոչինչ չի բացահայտվել, ոչ մի բան վերջնականապես չի պարզվել։ Գիտեք, վերջերս մեր մշակույթի նախարարությունում փոխվել է նախարարը, նոր նախարար ունենք եւ նա հայտարարեց, որ մեծ ուշադրություն է դարձնելու գրադարաններին, թանգարաններին, այնց հետաքրքիր է Կարեն Դեմիրճյանի թանգարանը անհրաժեշտ օգնություն, օժանդակություն, ուշադրություն ստանում է մշակույթի նախարարության, քաղաքապետարանի կողմից։ Նախ ասեմ, որ Ամիրյանը որտեղ աշխատել է, լավ է աշխատել։ Այնպես որ ինչպես խոստանում է, այդպես էլ կլինի։ Բայց ասեմ նաև, որ մեր թանգարանը ուշադրությունից դուրս չի եղել։ Ժամանակ էլ մշակույթի նախարարությունը նույնպես ուշադրություն էր դարձնում։ Եթե անկեղծ լինեմ, ինչ վերաբերում է քաղաքապետարանին, այս 15 տարվա ընթացքում 15 տարի գործում է թանգարանը, կա այսինքն 5 քաղաքապետ ենք փոխել, նախորդները ոչ մեկը ուշադրություն չեն դարձրել թանգարանին, ես դա բացահայտ կարող եմ ասել։ Միայն վերջին քաղաքապետը Տարոն Մարգարյանը շատ ուշադիր է թանգարանի նկատմամբ, ասեմ, եւ ինքն է այցելել թանգարանը, եւ մշակույթի գծով տեղակալը, եւ բաժնի վարիչը, եւ շարքային աշխատակիցները ուշադրություն են դարձրել, մենք դրանից չենք դժգոհում։ Իդեպ ասեմ, որ 15-ամյակի կապակցությամբ թանգարանը պարգևատրվեց հատուկ մրցանակով, իսկ թանգարանի տնօրենը արժանացավ քաղաքապետի ոսկե մեդալի։ Այդպես է։ Այո, լրացավ մեր թանգարանի 15 տարին միաժամանակ Երևանի թանգարանի, համընկավ Երևանի թանգարանի 85-ամյակի հետ։ Եվ այդ առիթով հավաքեցին մեզ մերայում եւ այսպես բավականին հանդիսավոր, բայց աշխատանքային կարգով, առանց ավելորդությունների, շնորհավորեցին երկու կոլեկտիվին, գնահատականներ տվեցին, նշեցին, թե երկու թանգարանը ինչ պատմական դեր են խաղում, ինչ նշանակությունն են մեր հասարակության համար եւ պարգևադրեցին Երևանի թանգարանին, ինքը թանգարանը, իսկ մեր տնօրենին ոսկե մեդալով մենք շնորհակալ ենք։
բավականին ուշադրություն դարձրին եւ կարևոր է այսպես այդ մակարդակով հնչեցրին թանգարանի կարևորությունը։ Ես պիտի ասեմ, որ թանգարանում հաճախ են հետաքրքիր միջոցառումներ անցկացվում։ Հիմա առաջարկում եմ եւ ձեզ եւ մեր հեռուստադիտողներին դիտել մի տեսանյութ, որը բոլորին վերջերս նկարահանել են Կարեն Դեմիրճյան թանգարանում, դիտենք վերադառնանք։ Այո, բոլորին վերջերս դուք իհարկե լավ հիշում եք։ Եկեք այդ հատվածը դիտենք այդ երեկոյից, որից հետո շարունակենք։ Չեք արարքում։ Խնդրեմ։ «2017 թվականին հայ ժողովուրդը կնշի իր մեծագույն զավակներից մեկի Հայաստանի Հանրապետության ազգային հերոս հասարակական քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը։ Գալիք Հոբելյանական տարվա միջոցառումներին էր նվիրված օրերս կայացած հուշ երեկոն, որը կազմակերպվել էր Կարեն Դեմիրճյանի թանգարանում, ուր հավաքվել էին ընտանիքի անդամները, մտերիմ բարեկամները։ Ելույթ ունեցողները նշեցին, որ եթե դրսում նրան ճանաչում էին որպես ճշմարիտ, արդար, ազատամիտ, ժողովրդամոտ, մարդասեր, հումորով օժտված անձնավորություն, ապա նույնպիսին էր նա նաև ընտանիքում։ Պարզապես տանը նա իր ուսերից ցած էր գցում այն ծանր բեռը, որը ղեկավարը զգում է միշտ։ Տունը նրա համար մի հանգրվան էր, որտեղ ինքը լիցքաթափվում, հանգստանում էր, եւ ինչպես բազմիցս է նշել նրա այրի Ռիմա Դեմիրճյանը, նրա երազանքը հզոր Հայաստանն էր, որին Կարեն Սերոբիչը նվիրեց իր ամբողջ կյանքը։ Հուշ երեկոյի ընթացքում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանը, Մարտին Վարդազարյանը, Արտուր Իսպիրյանը կատարեցին Կարեն Դեմիրճյանի սիրած երգերն ու հետաքրքիր հուշեր պատմեցին նրա հետ տեղի ունեցած իրենց անձնական հանդիպումներից։ Ռիմա, հրաշալի երեկո էր, ես հիշում եմ, լավ երեկո էր, ինչպես անցավ, ինչքան էին մարդիկ ոգևորված եւ մեկ անգամ եւս եկավ այս երեկոն հաստատելու թե որքան են իրոք մարդիկ սիրում Կարեն Դեմիրճյանին, ինչ ապրումներ, ինչ հիշողություններ։ Մենք մի փոքրիկ պատառիկ դիտեցինք, բայց այդ 2 ժամ տևած միջոցառումը կարծում եմ երկար կմնա շատերի հիշողության մեջ եւ ձերը նույնպես։ Շատ անկեղծ երեկո էր։ Ոչ շատ կազմակերպված, բայց դրա փոխարենը շատ անմիջական եւ անկեղծ։ Դուք գիտեք, թե Կարեն Սերոբիչը որքան էր սիրում մեր մշակույթի վառանհատներին, որքան էր նրանց համար մտածում, ապրում նրանց հոգսերով, փորձում էր միշտ օգտակար լինել, բոլոր հարցերով ուշադիր էր եւ այնպիսի դեպքեր կան, որոնք իրոք շատ ուշագրավ են։ Միգուցե մի քանի բաներ դուք պատմեք կապված մեր մեծերի Արամ Խաչատրյան, Արնո Բաբաջանյան, Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան։ Գիտեք, պատմելու բան շատ կա։ Դրա համար ժամանակ է պետք, դուք չեք իմանա։ Ուղղակի նախ մի քանի խոսք ասեմ, որ Կարեն Սերոբիչը կյանքեր կոչել մի կարգախոս մշտապես ձեռքը պահել մշակույթի զարկերակի վրա եւ իրագործում էր այդ կարգախոսը։ Հանդիպում էր տարին մեկ անգամ որևէ ստեղծագործական կոլեկտիվի ներկայացուցիչների միության, ոչ թե կոլեկտիվի, միության, ասենք մի տարի գրողների հետ, մյուս տարի կինեմատոգրաֆիստների, մյուս երաժիշտների, նկարիչների եւ այլն։ Մեզ մոտ պահպանվել են պրոտոկոլները այդ հանդիպումների, եթե կարդաք կզարմանաք, թե ինչպիսի մթնոլորտում էին անցնում նրանք, ինչքան անկեղծ, պարզապես զրուցում էին, երկու կողմն էլ, խոսում եւ լավը, եւ վատը, եւ անելիքը, շատ հետաքրքիր տեքստեր են։ Բոլորի հետ խոսում էր ներկա իրավիճակի մասին, թե ոլորտում, թե նրանք իրենց հերթին կիսվում էին իրենց պլաններով, իրենց խնդիրներով, թե անձնական, թե ընդհանուր։ Կարեն Սերոբիչը ուշադիր լսում էր, ինքն էլ իր հերթին տեղյակ էր պահում նրանց, թե ղեկավարությունը ինչ է մտադիր անել, ինչ պլաններ ունի հեռանկարային տվյալ ոլորտի հետ կապված, այնպես որ ամեն ինչից տեղյակ էր նա։
այդպեսի բան չկար, որ վրիպեր աչքից։ Շատ անգամ այդ հանդիպումների ժամանակ նրանք կիսվում էին իրենց անելիքով ծրագրերով եւ Կարեն Սերոբիչը խորհուրդներ էր տալիս։ Օրինակ Արնոյին նա ասում էր, որ երգերը շատ լավն էր, նա Արնոյի երգերը շատ էր սիրում, որտեղ իր օպտիմիստական հոգուն շատ էին համապատասխանում, բայց առավել սիրում էր Արնո Բաբաջանյանի հերոսական բալադը։ Եվ Արնոյին մեկ անգամ չէ, որ ասել էր. դու ավելի մեծ բաներ պետք է գրես, մեծ կտավներ պետք է ստեղծես, երգը պետք է, բայց քո տաղան դա ափսոս է միայն երգի վրա։ Նո ասենք իսկ Էդգար Հովհաննիսյանի պես հետ շատ պլաններ ունեին ընդհանուր։ Կարեն Սերոբիչը պայմանավորվել էր Էդգարի հետ, որ ֆիլմ կհանեն հայ ֆիլմում, Մասկարադ, հայկական Մասկարադ, այո, որտեղ երաժշտությունը կլինի Էդգար Հովհաննիսյանինը։ Բայց ցավոք Էդգարը հիվանդացավ, դրանից հետո էլ անաշխատունակ էր, այդպես չիրականացվին այդ պլանը։ Ես հիշում եմ, թե Հովհաննես Շիրազին ինչպես մեծարեց, երբ նրան ձայն տվեցին, հիշում եք այդ պատմությունը։ Այո, Շիրազի հետ շատ հետաքրքիր զարգացում ունեին հարաբերությունները։ Դե գիտեք, Շիրազը անկանխատեսելի էր, անկառավարելի, գլխացավանք էր ղեկավարների համար։ Այն ժամանակվա Նրանց ընդդիմությունը։ հարաբերությունները սկսվեցին Ավետիք Իսահակյանի հավրամյակից։ Երբ Կարեն Սերոբիչը մյուսների թվում խոսք տվեց նաև Շիրազին։ Շիրազը ապշեց։ Ինչ խոսք։ Ասեց այո, գնա եւ ինչ ուզում ես խոսի։ Շիրազը այսպես տարակուսելով, բայց գնաց, խոսեց, դա իր կյանքում առաջին դեպքն էր, երբ նա պաշտոնական միջոցառումի ժամանակ էր խոսում, ոչ թե փողոցում սպոնտան ձևով հավաքված ամբողջի հետ։ Դրանից հետո նրանց հարաբերությունները սկսեցին։ Կարեն Սերոբիչը տվեց իր անձնական հեռախոսները, ամենամատչելի ձևով տվեց, որ երբ ուզենա զանգի, ինչ հարցով էլ լինի։ Նա օգնում էր Շիրազին ամբողջ կյանքում։ Բազմազավակ ընտանիքին տվեց 6 սենյականոց բնակարան։ Շատ ուշադիր էր Կարեն Այո, Սերոբիչը։ շատ։ Ես պիտի ասեմ, որ այո, Շիրազն էլ դարձավ սոցիալապես ավելի ակտիվ։ Հետաքրքիր է, որ նա իմանում էր Կարեն Սերոբիչի բացվող օբյեկտների մասին, հաճախ ինքը գնում էր, դիտում էր դրանք, հետո կարծիքներ ասում, այդպես եղավ օրինակ մետրոյի հետ։ Մի խոսքով, իսկ երբ Շիրազը մահանում էր, ծանր էր արդեն, Կարեն Սերոբիչը հրավիրեց լավագույն մասնագետներին, բժիշկներին Մոսկվայից, բայց օգնել չկարողացան։ Պատմում են, որ Շիրազի գրեթե վերջին խոսքերն են եղել, երբ նա աչքերը բացել է, տեսել է Կարեն Սերոբիչին, շշնջացել է, թագավոր դու ես, ու դրանից հետո քիչ անց մահացել։ Շատ ազդեցիկ էին այդ հարաբերությունները։ Շիրազի գնալուց հետո էլ Կարեն Սերոբիչը չթողեց նրա ընտանիքին առանց ուշադրության։ Նույնիսկ այն ծանր մութ սոված տարիներին օգնում էր։ Երեխաներից մեկին չեմ հիշում, որին կրթաթոշակ էր տալիս գործարանի հաշվին, բարտերով ստացած մթերքներից էր ուղարկում։ Շատ էր, նույնիսկ օգնում էր Շիրազի անվան դպրոցին։ Եվ պատահական չի, որ Շիրազի երեխաները դա գնահատեցին։ Սիփան Շիրազը իր գրքում Տխուր Վենետիկ, Տխուր հայրիկ, այնպիսի մի գիրք երբ նվիրել է Կարեն Սերոբիչին, այնպիսի մի մակագրություն է ազդեցիկ գրել, երկու գիրք է նվիրել, մեկը ուրիշ էր չեմ հիշում, դրա վրա մակագրել է այսպես. մեր իրականության
նաև մեր հիշողության ամենապայծառ ղեկավարին խոնարհումով։ Իսկ երկրորդում գրել էր հորս լավ բարեկամին։ Գիտեք, դա կարդալիս եւ գնահատելիս պետք է հաշվի առնել, թե ինչ ընտանիքում էր Սիփան Շիրազը մեծացել։ Շիրազի ընտանիքում, որտեղ ամենևին ընդունված չէր հաճոյախոսել ուժեղներին, իշխանավորներին, որտեղ միակ չափանիշը, որով գնահատում էին մարդուն, դա ազգի շահերին ծառայելն էր։ Գիտեք, Տիգերիմա, երբ 1996-ից 98 թվականներին աշխատում եմ Միացյալ Նահանգներում որպես Հայաստանի հանրային հեռուստատեսության հատուկ թղթակիցը, մեր բարեկամությունը Խորեն Աբրահամյանի հետ լուսահոգի շատ այդպես բուրն էր եւ անընդհատ Խորենը առիթի դեպքում պատմում էր միշտ Կարեն Դեմիրճյանի մասին։ Ասում էր Համլետ միակ տղամարդը, որին իմ կյանքում հանդիպել եմ, ընկերոջը հուսալի, որի վրա կարող ես միշտ ներվել, դա եղել է Կարեն Դեմիրճյանը։ Նույնիսկ երբ նա չի եղել առաջին քարտուղար, միշտ պատրաստ է եղել լինել իմ կողքին։ Եվ դա պատմում էր ի սրտե։ Ինչպիսի հետաքրքիր փաստեր կա։ Իհարկե, Կարեն Սերոբյանի մասին կարելի է շատ երկար խոսել։ Իդեպ դուք ձեր գիրքը, որը հրատարակել եք, չեք ուզում նորից վերահրատարակել նոր լրացումներով այդ գիրքը, որտեղ ձեր գիրքը Կարեն Սերոբյանի մասին շատ փայլուն է այնտեղ հիշողություն։ Գիտեք, գիրքը իրոք շատ պահանջարկ ունի։ Այ երեգել, այսօր էլ խնդրում եմ ռուսերենը, որ բոլորովին չի մնացել, մի 5-6 հատ թողել եմ երեխաների համար։ Հայերենը մի քիչ ավել էր մնացել, որտեղ ավել էի տպել, նա էլ է ավարտվում։ Իհարկե կարիք կա, բայց ժամանակը քիչ է, ավելիքը շատ։ Ժամանակ կա, միշտ ապեք Տիկերիմա։ Հիմա ես ձեզ ասեմ, դուք չմի մոռացեք, որ դուք շատ լավ ընտանիք ունեք մեզ, թոռներ, ծորներ։ Այսօր էլ նրանք տատիկի հետ խոսում են, կիսվում են։ Իհարկե։ Ես բոլորին անվանում եմ իմ երեխաներ։ Ասենք չեմ տարբերում իմ հարազատ երկու տղաներից, երկու տղաներս, հարսս, 3 թորնիկներ։ Ես միշտ ասում եմ, ունեմ 3 զավակ, 3 երեխա ունեմ։ Նո ինչ վերաբերում է թորնիկներիս, ապա փայլուն երեխաներ են։ Միացանոթ ունենք, ամեն անգամ մեր տուն գալիս կա ասում է, ես ամեն տեղ ասում եմ, երևի աշխարհում այդպիսի երեխաներ չկան։ Ասում եմ, չէ Սոֆա, կան, ինչու ես տենց ասում։ Չէ, չկան, ինչ ասեմ, 3-ն էլ գեղեցիկ, դաստիարակված, խելացի, մարդկային, չափի զգացումով, շատ եւ անչափ խելացի, դա չեմ մանում, գենետիկորեն է անցել։ Մեծս ավարտեց Մոսկվայում գիմոն, առաջին անգամ այնտեղ Հայաստանը իդեմս Լուսինեի ստացավ ոսկե մեդալ, կարմիր դիպլոմ եւ ոսկե մեդալ։ Այո։ Միջնակս վերջերս մի քանի ամիս առաջ 3-րդ կարմիր դիպլոմը ստացավ, ինչպես ասում են, երկուսը այդ ռուսական համալսարանում եւ ռուս-հայկական եւ 3-րդը ամերիկականում։ Եվ դեռ կանգ չի առնում, դեռ պլաններ ունի։ Փոքրս, որը ծնվել է Կարեն Սերոբյանից հետո եւ որը միշտ ունեցել է մեծ ապրումներ կապված նրա հետ, որ պապիկին չի տեսել, պապիկի հետ չի նկարվել։ 3-ն էլ խելացի, աշխատասեր, չեմ բանում, ամեն ինչում, ինչ ձեռնարկում են, հետևողական են, խելացի են, մոտենում են, լավ աղջիկներ են, գոհ եմ։ Իսկ կար մի այնպիսի գաղափար, երազանք, ծրագիր, որ ուներ Կարեն Սերոբյանը, որ այդպես էլ չիրականացրեց։ Կարեն Սերոբյանը երազում էր տեսնել ուժեղ, զարգացած, բարգավաճող Հայաստան, որպեսզի դուք լրիվ դա պատկերացնեք, ես բերեմ իր մտքերը, որոնք եւ գրի արել եւ ասում էր բանավոր,
Ասում էր, որ սովետական միությունը հզոր երկիր է, բայց կախման մեջ է արևմուտքից, տեխնոլոգիապես։ Եթե մենք ուզում ենք մեզ հետ հաշվի նստեն, մենք պետք է զարգանանք տեխնոլոգիապես, տեխնիկապես, որպեսզի մեր հարևանները, այդ թվում եւ Ադրբեջանը, մեզնից կախման մեջ լինեն։ Վերջապես մարդիկ հաշվի են նստում ոչ միայն ռազմական եւ ֆիզիկական ուժի հետ, դրանով ամեն ինչ ասված է։ Նա իր ծրագիրը հենց այդպես էր տանում։ Զարգացած երկիր լինի, այնպես զարգացած, որ ուզեն չուզեն կախվածության մեջ լինեն։ Եվ վերջին հարցը, լինել թե չլինել։ Գիտեք, ես այնպիսի կորուստ ունեցա, որից հետո մտածում էի, որ լինելը ավելորդություն է, անիմաստ է։ Բայց քիչ-քիչ ինձ հավաքեցի, մտածեցի, որ ես ունեմ լավ ընտանիք, որտեղ յուրաքանչյուր անդամ իմ մասին հոգում է։ Ես պետք է նրանց կողքին լինեմ, նրանց սատարեմ, ես պետք է իմ սիրելի թոռնիկների կայանալը, ապագան տեսնեմ։ Բացի դրանից ես ունեմ սուրբ հիշատակ, որի առջև դեռ պարտքս լրիվ չեմ կատարել։ Դա ինձ թելադրեց ընտրել լինելը եւ այդ լինելու համար պայքար մղել։ Իմ հասակում այդ պայքարը ժամանակ է պահանջում, ամեն մի ժամ, ամեն մի վայրկյան, ամեն օր։ Ես շնորհակալ եմ, որ ապրում եմ։ Երևի այդ մղումը, որ չլիներ, ապրել իմ հարազատների եւ հիշատակի համար, երևի ես այսքան 17 տարի ավել չէի ապրի Կարենից հետո, ավելի քան 17 երբեք չէի ապրի, բայց իմ ցանկությունը լինել իմ երեխաների կողքին եւ պահել Կարենի հիշատակը երևի գերակշռեց այդ բնական process-ի ուժը։ Շնորհակալություն, որ կաք։ Ձեզ էլ շնորհակալություն հրավերի համար։ Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ ձեր անունից էլ Ռիմա Դեմիրճյանին ասել շնորհակալություն։ Այսօր հրաշալի հյուր ունենք։ Ես նրան համարում եմ բոլոր ժամանակների Հայաստանի Հանրապետության առաջին մեծ տիկինը։ Գիտեք, մենք նրան միշտ սիրելու ենք, հիշելու ենք, միշտ պաշտելու ենք այնպես, ինչպես դարեր շարունակ մենք ընդունել, հարգել եւ մեծարել ենք մեր բոլոր թագուհիներին։ Այսքանով ենք ավարտենք այսօրվա ծրագիրը, հրաժեշտ տանք, ձեզ մաղթենք առողջություն, այսօր այսքանը։